Կապես մտահոգիչ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքական եւ տեղեկատվական ճնշումները, այս արշավները, քանի որ այս իշխանությունները տեսնում ենք, որ բացահայտ կերպով հակասահմանադրական հայտարարություններ են կատարում եւ ճնշումներ են գործադրում, միջամտում են եկեղեցական կառավարման գործընթացներին, հարցերին եւ իրենց նախընտրական ծրագրերում հանդես են գալիս այն մտքով, որ վեհապար հայրապետին պետք է հրաժարական հայտնել եւ թիրախավորում են հոգեվոր դասերին։ Այս պարագայում նույնպես իրավական համակարգը շարունակաբար լուռ է, լռության մեջ է եւ սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև հենց սահմանադրական ճգնաժամի դրսեւորում է եւ փաստ է, քանզի սահմանադրությամբ ամրագրված է եկեղեցու առանձնահատուկ դերը եւ որևէ իշխանական ուժ իրավասու չէ իր լծակներով ներխուժել հոգեվոր կյանքի ոլորտներ։